Գարության նախկիններն են ստորագրել եւ նա մասնավորապես ասում էր այլապես կգային ինձ հետ բանավիճելու եւ չեն գալիս բանավիճելու, որովհետեւ շարունակեմ հարցը։ Ասում էր չեն գալիս բանավիճելու, որովհետեւ գիտեն, որ չեն կարող ես նրանց պատերին կտամ, ասֆալտին կտամ։ Դեր արձագանք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը նախկինում եղել է ընդդիմադիր եւ իր ընդդիմադիր գործունեության ժամանակ ինչ բառապաշար ասես օգտագործել է։ Այսօր ինքը եթե գիտակցի, որ ինքը երկրի ղեկավարն է, այդ բառապաշար ինքը իրավունք չունի օգտագործելու Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարներ։ Ինքը կարող է ասել, հրավիրում եմ բանավեճի, բայց պատերին ծեփել, չգիտեմ, գետնին փռել եւ նույնն էլ այսօր Ալեն Սիմոնյանը ասում է, որ ես ստորագրում եմ եւ ես կողմ եմ այն ինչ Նիկոլ Փաշինյանը ասել է։ Սա եւս մեկ անգամ փաստում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա ղեկավարությունը եւ գործադիրի եւ օրենսդիրի ղեկավարությունը օրինակ չեն հանդիսանում, իրենք իրենց գործունեությունը շարունակում են այսպես փողոցային վարքագծով։ Տեսեք, ընդհանուր եթե գնահատական տանք այս երկու օրերի այս զարգացումներին, ես կարող եմ ասել հետեւյալը, որ տեսեք, շատ վատ բան է, երբ երկրի ղեկավարությունը ռազմաքաղաքական իրավիճակի ոչ ճիշտ գնահատման արդյունքում է որոշումներ ընդունում, այսինքն ճիշտ չի որոշում այն առաջնահերթությունները, որոնք որ ծառացած են, եւ այս քաղաքական գործընթացները, այս անձեռնխելիության պահանջները, դատավարությունները, դրանք բոլորը շեղում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին իրական զարգացումներից։ Մանավանդ, երբ որ ինքը բերում է իրական ոչ իրական, այսպես այդ խոսույթը Հայաստանի Հանրապետության, այսպես մեր ժողովրդի դատին է դա ներկայացում, ինչ է նշանակում իրական ոչ իրական, պատմական կամ իրական Հայաստան։ Մենք մեր պատմությանը հավատարիմ ենք, բայց միշտ գործել ենք իրական իրավիճակի գնահատումով եւ դրա համար է, որ մենք կարողացել ենք հասնել հաջողությունների, բայց շատ ավելի վատ բան է, երբ որ երկրի ղեկավարը գտնում է անհավասարակշիռ վիճակում եւ անհավասարակշիռ վիճակն է, որ բերում է այդ ջղաձգումների, անհավասարակշիռ վիճակն է, որ բերում է նաեւ նրանց թիմի մեջ պարակտումների, որ նաեւ բարոյական գնահատական է տալիս դրան։ Այսինքն անհավասարակշիռ վիճակում գտնվող երկրի ղեկավարը ո՞նց կարող է նորմալ որոշումներ ընդունել։ Եվ դրա մասին է չէ խոսում այն իր կողմից արտահայտած այն բաները, որ փոխանակ նախկինում, Արցախյան հարցում, անվտանգության խնդիրների հետ կապված խնդիրներում ճիշտ որոշումներ ընդունի, ինքն է չէ ասել, որ ես մեկ-մեկ ինձ գժի տեղ եմ դնում, որ անցնի, մեկ-մեկ փաստաթղթեր եմ բերում, ես չեմ էլ նայում այդ փաստաթղթերը հենց այնպես ստորագրում եմ, որ գնա։ Դա է պատճառը նաև այն բանի, որ 2019 թվականին ներկայացրել են Արցախյան հարցի լուծման հստակ քայլեր, ինքը ծալել մի կողմ է դրել եւ այդ ամենը բերել է նրան, որ երկիրը քաշվել է պատերազմի։ Այսինքն եւ պլյուս դրան մեր երկրի ղեկավարը, որ պատասխանատու է նաեւ մեր ռազմավարական կամքի, մեր հավաքական նպատակների ժողովրդին համախմբելու այդպիսի խոսույթով ինքը օրինակ չի հանդիսանում, ինքը շատ շուտ, շատ արագ պետք է հեռանա, դուք բան եք ասում։ Խուսափելու հետ կապված, ինքը ներկայացնում, եթե չեն գալիս բանավեճին, նշանակում է խուսափեն եւ փաստեր չունեն, դրա համար են չեն ցանկանում եւ բանավեճելու փոխարեն հարցները բաժանախներ են հետո։ Տեսեք, ծիծաղելու աստիճանի է հասնում այն, որ ինքը ներկայացնում է, դուք հիմա կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է բանակցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ հենց Արցախյան հարցի բանավիճելու այդտեղ խնդիր չկա, բազմաթիվ անգամ նախագահներն ասել են դու ներկայացրու այն բոլոր փաստաթղթերը, որոնց հիմքում եղել է Արցախյան ամբողջ գործընթացի բանակցությունների ընդհանուր միտքը, Արցախի ինքնորոշման գաղափարը, որ արտահայտված է եղել տարբեր փաստաթղթերում, ես դրան նորից չանդրադառնամ։ Ինքն է եկել եւ
ուղակի տապալել, ուղակի քայքայել, ոչնչացնել բանակցային այն ամբողջ ներուժը, որ տարիների ընթացքում հավաքվել է։ Հիմա տեսեք, ինքը ասում էր, որ եթե այդպես է, թող իրենք անեին, եթե այդպես է, թող լուծեին Արցախի հարցը։ Գիտեք, ինքնորոշման գաղափարը, որը նաև զուգորդվում է տարածքային ամբողջականության եւ նաև ուժի չկիրառման մեջ, բազմաթիվ անգամ նաև դրա մասին ասվել է, որ Արցախի հանրապետության ինքնորոշումը որևիցե մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, որովհետև Արցախի հանրապետությունը ինքնորոշվել է այնպես, ինչպես Ադրբեջանի հանրապետությունը խորհրդային միության փլուզման եւ խորհրդային միության օրենքների շրջանակներում։ Հիմա ինքը, երբ որ ինքը ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, վերցրել է մի ծանրաձող, այդ ծանրաձողը գցել է իր ոտքին եւ դա իր մեջ իրավական տարեր է պարունակում, առերևույթ հանցագործության տարեր, հիմա փորձում է այդ ամենը շեղել ուրիշների նկատմամբ, այդտեղ բանավիճելու բան չկա, թող փաստաթղթերը հերթականությամբ արտգործնախարարությունը եւ նրա գործավարությունը այսօր իրենց ձեռքին են, թող հայտարարեն։ Պարոն Օհանյան, սովորաբար երբ խոսվում է, երբ Ադրբեջանը հայտարարում է սահմանային խախտումների մասին, կամ դրանից հետո հայտարարում է, որ Հայաստանը օրինակ պատրաստվում է ռազմական գործողությունների պատերազմի, օրինակ հիմա ասում է ապրիլին, դրանից հետո սովորաբար մեր Հայաստանի բնակչության շրջանում խոսակցություններ են սկսում պատերազմի մասին, դուք ռազմական գործողությունների սպասում եք Ադրբեջանից։ Տեսեք, այն որ ռազմաքաղաքական իրավիճակը բավականին բարդ է, բայց այն որ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության, այսինքն մարտական գործողությունների վրա ազդում են առաջին հերթին աշխարհաքաղաքական զարգացումները, ուժային կենտրոնների միջև գոյություն ունեցող հարաբերությունները եւ այդտեղ մենք տեսնում ենք որոշակի նաեւ ձգտումներ բարելավման, այսինքն ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի, այն որ նաեւ տարածաշրջանային իրադարձություններն են ազդում ռազմաքաղաքական իրավիճակի վրա, միանշանակ է եւ տարածաշրջանում այսպես ռազմաքաղաքական իրադրությունը բավականին բարդ է։ Իհարկե սադրանք, պատերազմի վտանգ կարող է լինել միայն ու միայն Ադրբեջանի կողմից, իրենք են ագրեսոր պետությունը եղել եւ իրենք էլ շարունակում են այդ ագրեսորությունը, իրենք էլ շարունակում են այդ սադրանքները, բայց կարծում եմ, որ իրենք նայելու են աշխարհաքաղաքական զարգացումներին, որովհետեւ յուրաքանչյուր խախտման համար նաև պետք է պատասխան տան, ասենք, այն մարդկանց, այն տերությունների, որոնք որ այսպես վերահսկողություն են իրականացնում տարածաշրջանում։ Շնորհակալություն։ Ինչու այն հանդերձ ձեզ թե երկրորդ, թե երրորդ, թե առաջին նախագահները չգնան մասնակցեն բանավեճին Նիկոլ Փաշինյանի, եթե ընդդիմությունը կարծում է, որ ինքը ճիշտ է, ցույց տա Նիկոլ Փաշինյանի մերկությունը բանակցային գործընթացում։ Նախ Հանրապետության 3 նախագահներն էլ իրենց պատասխանները տվել են, բայց ես գտնում եմ, որ այստեղ բանավիճելու բան չկա, ակնհայտ է, որ Արցախյան ամբողջ գործընթացի եւ պայքարի եւ հետագայում բանակցային գործողությունների ընթացքում նպատակը մեկն է եղել Արցախի ինքնորոշման գաղափարը եւ երկրորդ իրենք ասել են թող այդ փաստաթղթերի ամբողջ բազան այսօր գտնվում է պետության ձեռքին, արտգործ նախարարություն, թող ներկայացնեն, եթե ներկայացնելուց հետո ինչ որ խնդիր լինի, իրենք իրենց խոսքը կասեն։